Մենք պետք է ուղիղ ճիշտ պարզ լինենք, որովհետև շատ ժամանակ մեր ուզած է, երբ որ մենք աղոթում ենք, Տերը սովորացրեց հայրմերը, երբ որ ասում ենք թող քո կամքը լինի։ Շատ ժամանակ մենք աղոթք ենք անում, բայց Աստծո կամքից դուրս բան ենք խնդրում, հետո նորից մենք ասում ենք Տեր քո կամքը լի ու Աստծո կամքը չի, այդ աղոթքը չի պատասխանվում։ Եվ շատ ժամանակ մարդիկ ասում են, վայ, այսքան ժամանակ խնդրում եմ, ինչի չեղավ։ Որպեսզի Աստծո կամքը լինի, պետք է ամեն բան Աստծո խոսքով լինի, քուրեր եղբայրներ, որն է Աստծո կամքը։ Եղբայրը հիշեցրեց, որ երկիր ու երկինք կանցնեն, բայց այս խոսքերից մի կետ չի անցնի։ Մենք շատ ժամանակ մեր սրտի ուզած բաները բերում ենք Աստծո առաջ եւ ուզում ենք, որ մեր սրտի ուզած բաները լի։ Հա, մեր մարդկային տեսակետից շատ ճիշտ ենք անում, մեր մարդկային տեսակետով մեր ուզածը ճիշտ է, բայց ճշմարտության տեսակետից Աստված հեչ այդպես էլ չի ուզում։ Օրինակ բերենք, փոքր երեխաներ, ասենք, մի թոռներ ունեմ, այդ թոռը 5 տարեկան է, մի 2 տարեկան է, 7 տարեկան է, 10 տարեկան, 14 տարեկան է, հմ իրանք ուզում են, բան են ուզում։ Իրանց համար լավ է, իրանց համար պետք է, իրա ուզածն է, շատ ճիշտ է, իրա համար ճիշտ է։ Բայց ես որպես տարեց մարդ, տեսնում եմ, որ այդ իրա ուզածը, այսօր եթե ես իրան տամ, կարամ տամ, դա ինձ համար դժվարություն չի, բայց իրան օգուտ չի։ Իրան դա օգուտ չի բերում, դա իրան ավելի վնաս է բերում։ Դրա համար ես չեմ անում, չեմ տալ իր ուզածը։ Մի քիչ լաց ալեմ, նեղվում է, բայց մի քիչ հետո էլի գալիս է արդեն էլի պապի սկսեմ խաղանել։ Այսինքն այդ րոպեին ինքը նեղվում է, այդ րոպեին ինքը վիրավորվում է, բայց հետո ինքը մոռանում է, կարող ասկի մոռացել էլ է թե ինչ է։ Չի բացառվում, որ սատանան էլ այդ ժամանակ միտք տա, որ ինքը գա այդ ուզի, որ ինձ գցի կրակի մեջ։ Այդպես էլ մեր կյանքի մեջ քուրեր եղբայրներ, շատ ժամանակ սատանան Տիտոսի թուղթը, երբ որ մենք կարդում ենք երկրորդ գլխի մեջ, 12-ից 14 համարի մեջ ասում է, որ մոռանանք աշխարհական ցանկությունները, ամբարիշտ ցանկությունները, աշխարհական ցանկությունները մոռանանք, հույսին սպասենք այն երկնային։ Այսինքն մեր մարմնավոր աշխարհական ցանկությունները ումից են, իհարկե սատանայից։ Եվ այդ ցանկությունները կարան մեզ ստիպեն, որովհետեւ մենք այդ ցանկություններից դրդված սկսենք աղաղակել. Տեր դուր, Տերես արա, Տերեն արա, եւ արդյունքում նա լինի, որ մենք վհատվենք, նեղվենք, վիրավորվենք, վայսե չեղավ, բան չի մար սենց եղավ, ու մենք մեր ձեռից տանք։ Հələ նայեք, Տերը Սավուղին օծել էր որպես թագավոր։ Սավուղը գիտեր, որ Սամուելը Աստծո մարդ է, ընդունեց, հավատաց։ Հիմա եկել է Սամուելն ասում է, սպասի, ես կգամ նոր զոհ կանեք։ Բայց տեսնում այնտեղ փղշտացիկ, դուրս են եկել զորքը, կռիվ անեմ, դեմը կանգնած է, խառնվել է իր զինվորներն էլ, իր զորքն էլ նայում են, այդ հսկա Գողիաթին նայում են, այդ ժողովրդին վախում են, սարսափում են։ Հիմա ինչ անում էս մարդը։ Տերն ասում է, սպասի, Սամուելն ասել է, սպասի, աշկի երևույթով նայում է Սամուելը չկա։ Պետքա որ Սամուելը եկածել էր, որ զոհ աներ, Սամուելը չի եկել, չկա։ Այն ժամանակ էլ է Սոտովի հեռախոսները չկար, որ մի հատ զանգ էր ասել, ուր ես, որտեղ ես ասել, ինչ եղավ։ Չկա այս մարդը, սպասում է չկա։ Աշկում տենում է, ժողովուրդը զինվորները փախնում են իր մոտից, վախում են, ժողովուրդը խառնվել են, ինքը ինչ արավ։ Վերցրեց ու զոհ արավ։ Երբ որ զոհ արավ, որ ինքը պետք է չաներ, այդ զոհ իր գործը չէր։ Դա իրան չէր վերաբերվում, բայց ինքը ցանկացավ, մարդկային տեսակետից որ նայում ենք, լավ բան ցանկացավ, ինչ բան արավ, որ ասուն զոհ արավ։ Ոչ չգնաց կուրկ պաշտի, ոչ չգնաց օտար աստվածներ պաշտի, Եհովա Աստծուն զոհ արավ։ Աստծուն զոհ արավ, աղոթք արավ, մեր աղոթքով զոհ աղոթ, նա իրան էլ տարավ ողջագեզ արավ, զոհ արավ Աստծուն, վատ բան չարավ էս մարդը։ Աստծուն կանչեց, որ Աստված ներկալի, օգնի, օրհնի, ողորմա, բայց տեսնում ենք ինչ տեղի ունեցավ։ Սամուելն եկավ ասավ հիմարություն արեցիր, դու սա չպետք է անեիր։ Եվ այսօր շատ ժամանակ մենք զոհեր ենք անում, որ մենք չպետք է անենք։ Զոհեր ենք անում, որ մենք չպետք է անենք, որովհետև մեր սրտի ուզածն ենք անում, մեր ցանկությունն ենք անում, մեր աշկի ցանկություն, մարմնի ցանկություն, այս կյանքի ամբարտավանություն։ Եվ մի աշկի ցանկացածը, մարմնի ցանկացածը, այս կյանքի ամբարտավանությունն ուզում է մարդը։ Ինչ անի Աստված։ Տարիներ առաջ երիտասարդ էի, մի 26-27 տարեկան հազիվ լինեի,
եղբայրների հետ մեջների տարիքովը ես էի, մեր ավո աղբերն էր, Արմենն մեր, Արամնա 4-ով ծառայություններ էինք անում, եւ մի գյուղի մեջ, Ծաղկաբեր գյուղում ծառայություն էինք անում, Սպիտակի շրջանի։ Մի հատ դասընկերու ունեի, սա երեխա ուներ, այս երեխու էս հոդերը փթում էր, 5-6 տարեկան էր, լրիվ էս հոդերը ոտքերի, թևերի ասենք, փթում էր, մի էս երեխուն ուր ասես տարել են, այն ժամանակ Մոսկվա, Լենինգրադ, Օդեսա, դեռ սովետական միություններ։ Եվ ոչ մի արդյունք չկար։ Այս երեխուն բերեցին պաշտամունքի նոր մենք է գնում ենք ջայլ տղեկ ենք հավաքույթի։ Համի դրեցինք ու այս երեխուն մեր Կարինե Քուրիկան ստաններ, դրեցինք ու սկսենք աղոթել է։ Աղոթել ենք տեր բժշկես, այս երեխան վեկացավ վազեց։ Մինչև meil վազում այդտեղ են արդեն եկա տղա է արդեն, երեխեք ունի, կարողա թորներել ունի։ Ասում եմ մի 35 տարի առաջվա պատմություն։ Այս երեխան վեկացավ ու վազեց։ Սա աղենա ուրախացանք բան, այդ գյուղի մեջ տարածվեց, որ այս երեխան լավացավ։ Մի շաբաթ, 2 շաբաթ սրա ծնողները բաներ հավաքույթներ եկան, մի ամիս հետո սրանց տանից ոչ մեկը չեկավ։ Նայում եմ այնտեղ ուրիշ մարդիկ լսեցին, հավատացին, այկանապաշխարեցին, բայց սրանց Գերդաստանից ոչ մեկը չեկավ։ Մի աղոթք եմ անում, ասեմ Տեր Աստված, այս հրաշք է լավ, այս ուր տարել էին, չեր եղել, վեկացավ, այս բժշկությունն եղավ, ոնց աչապաշխարեցին։ Մեկ է սրտից մի խոսք եկավ, մի սկսեց մեկը հետս խոսել, ասավ, զավակս, ես պետք է իրան ողորմություն անեի, բայց դեռ այդ ժամանակը չէր, ես իրանց պետք է բժշկեի, բայց դեռ ժամանակը չէր, բասի որ ժամանակը չէր, ոնց մի բժշկվեց, ասավ ենքան խնդրեցիք իմ երեխեքն եք, կպել եք, լաց է եկել եմ, ես է բժշկեցի, համար թողած գնաց, ոչ թե ձեր ուզածնարա, իմ ուզածնարա, ու այդ օրվանից 35 տարուց ավել անցել է ժողովուրդ ջան, եւ ցանկացած աղոտ, երբ որ ես անում եմ, ինչքան էլ իմ սրտին ցավալի լի, ուրախալի լի, հաստատ սրտից մեջ ասեմ թող ու կամքը Հիսուս։ Լավա, թող խուզացնելի, վադա, էլի խուզացնելի։ Հասկանում եք, մենք ուզում ենք, լավ բան ենք ուզում, բայց ինչի համար ենք ուզում։ Սավուղը զոհ էր անում, ինչի համար էր այդ զոհն անում։ Արդյունքում իր զոհը պատճառ դարավ իր կործանման։ Եվ Տերն ասավ, քու թագավորությունը պետք է հաստատեի, քու սերունդին դիտայի, բայց քանի որ դու քու սրտի ուզածն արիր, իմ ուզածը չարիր, պատրվեց թագավորությունը քեզանից, վերջ։ Էլ հավիճան չի լելու այդ թագավորությունը, ոչ քեզ, ոչ քու սերունդուն, քեզանից լավին պետք է տրվի։ Արդյունքում ում տրվեց, իրանից լավին, Դավիթին։ Իսկ Դավիթը ինչքան նեղ վիճակների մեջ ընկավ, ինքը զոհեր չարավ։ Լնայեք Սեկելակա եկել իր զինվորների հետ, տենում է իր կանայք, երեխեքը, սաղին չունեն, զինվորների հետ մի մարդ չի մնացել։ Սաղ եկել են գերի են տարել, սաղին տարել են գերի։ Տղամարդիկ եկել են, ոչ մեկը չկա, կնիկ, երեխա, տուն, տեղ, ելած, ոչ խարկով, ոչ շիվան չկա, սաղին գերի են տարել։ Սուրբ Գիրքը ասում է ժողովուրդը ուզեցան Դավթին քարկոծեն։ Թե ինչ արեն մարդ, իրար հետ գնացել ենք, այն ոնց որ ես եղբայրների հետ գնամ գյուղերն ավետարանության, գանք տենանք այս բանն եղել է։ Եղբայրները շուր գանու ինձ սեն քարկոծել է։ Ես ինչ անեմ, իրար հետ գնացել ենք։ Ես մեղավոր եմ, որ տարել են, արա։ Բայց Սուրբ Գիրքը ասում է Դավիթը ինչ արավ, զորացավ իր տիրոջմով։ Ասավ վլա բերեք, կանչեց, ում կանչեց։ Քահանային կանչեց։ Ասավ վլա հարցրեք տիրոջը։ Ինքը չգնավ, ասավ վարեք ես անենք, ես կանչեմ, Տեր ես արա։ Կանչեց, իր գործը չէր, ասավ քահանային հարցրեք։ Եվ որ քահանան բերեց Ուրիմն ու Թուրիմը խոսացին, տիրոջը հարցրեց, Տերն ասավ գնա։ Գնաց ու ասում է Դավիթը զորացավ իր տիրոջմով։ Ժողովուրդ ջան, այ երբ որ մենք տեղին աղոթներ ենք անում, տիրոջ կամքյան մատ ենք անում, այդ աղոթքը լսվում է ու պատասխան է գտնում։ Անկախ նրանից ինձ համար լավ է թե վատ։ Բայց երբ որ ես իմ սրտի ուզածն եմ ուզում, իմ աչքի ցանկությունը, իմ մարմնի ցանկությունը, կարող ալի, կարող է չլի։ Եվ շատ ժամանակ տկարանում եմ, թուլանում եմ, նեղանում եմ, վիրավորվում եմ, ընկնում եմ խի, որտեղ սրտիս ուզածը չի ելի։ Հա իմ սրտի ուզածը միշտ չի որ ճիշտ է։ Իմ սրտի ուզածը միշտ չի որ ինձ օգուտ է, ժողովուրդ ջան։ Համար թող Սուրբ Հոգին օգնի, Անդրանիկ եղբայրը որ խոսում էր, այո, այդ պարարտ քարոզները նրա համար են, որպեսզի մենք, որ փրկված ենք արդեն,
Սնվենք հոգևոր աճենք, բայց մեր փրկության համար անխարդախ բանական կաթը պիտի փափագենք։ Ինչ որ Աստծո խոսքը ասում է, սրանով ապրենք։ Ինչ որ Աստծո խոսքը ասում է, սա մենք կյանք դարձնենք։ Եվ դե կյանք չդարձրեցինք, օգուտ չունի։ Օգուտ չունի։ Այսօր մարդիկ ման են գալիս, շատ լավ քարոզներ են գտնում, էլ ինտերնետները, էլ բաները, զորավոր Տերը օրհնի։ Փառք Հիսուսին։ Ոչ մեկին չենք դատում, բայց միակ փրկությունը դա Քրիստոսն է, իր խոսքն է ու իր ճշմարտությունն է։ Ասում է մնացեք իմ մեջ եւ ես էլ ձեր մեջ։ Մնացեք իմ մեջ, այսինքն իր խոսքի մեջ, ճշմարտության մեջ։ Այսօր մարդը ինչ ասես անում, այդ թող անի։ Վերջը մի օր կա, որ պետք է հրաժեշտ տանք։ Երեքշաբթի օրը դարբաս գյուղում հավաքույթ էինք, մեր Մարգո քույրիկը նստած զրից էինք անում։ Շո միսուր չկա, տիրոջ մոտա վերջացավ։ Վերջացավ, գնաց այս քույրիկը։ Հերեկ ռավոց Սուրենը զանգեց, ասում Մարգո տատը գնացել է, վերջ։ Ինչ իրամա խոսալով, մնալ իր տանը, իրի գունը նորմալ բան, պարկ է քնելավ, առավոտը վերջ։ Որը սերտ նայեկուց։ Ով կար ասի։ Թող մեզ Տերը ողորմ է, ժողովուրդ ջան, դամար նորից եմ ասում, մենք բերեք Տիրոջը նայենք։ Երբ որ են ամբարո կնիկը գնացել էր Սիմոնի տուն, երբ որ Տեր Հիսուս Սիմոնի տանն էր։ Այս կնիկը ինչ էր անում։ Լաց երել եմ, արցունքներով Տիրոջ ոտները սրբում էր, լաց երել եմ, չէ, մազերով մաքրում էր, խեր լացել եմ։ Սիմոնն էլ ասում էր, թե սա մարգար է, եթե ասում արդակ իմանա այս կնիկն ով է։ Հիսուսն ասավ, Սիմոն ջան, գիտեմ ով է։ Գիտեմ ասավ, եղբայր ջան, ով է այս կնիկը։ Ես լավ գիտեմ ով է։ Ինչի է այս կնիկ անում։ Այս կնիկը հեշ պետք չէր։ Հələ պատկերացրեք, մեկի տուն է, ու մեկից տունը մի հատ ճանաչված ամբարոյական մեկը գա, որից է մի հատ եղբոր տուն, մի հատ լավ պատվավոր հյուր է եկել, ասենք մեր ավակ աղբերը, մեր հոգևոր հայր մամիկոն աղբերն եկել է, հəm մի հատ ամբարո մի հատ կնիկ եկել է, մամիկոն աղբոր ոտները ընկել է լվանում է։ Ինչ կանի Անդոն։ Դու կորոսել ես, ռադդ քաշես իմ տան, ինչ գործ ունես, ես էլ նույնը կարող ասեմ։ Սիմոնի ռեակցիան մարդկորեն ճիշտ էր։ Բայց այս կինը չնայեց, թե Սիմոնն ինչ կասի, այն մեկը ինչ կասի, այս կինը հասկացավ, որ եթե այսօր ինքը չհանդիպի Հիսուսին, եթե այսօր ինքը Տիրոջից թողություն չգտնի, հավիտյան իրան, այդ փրկություն չկա, որտեղ կարող է այդ վերջի հնարավորությունն էր, այդ վերջի օրը, այդ վերջի տանը տեղլել է։ Դա համար քուրեր եղբայրներ, այսօր է մեր համար վերջի օրը, մեզանից ոչ մեկը չգիտի, թե վաղը ինչ կլինի։ Դա համար մենք լուրջ պետք է հենց այսօր այդ քայլն անենք։ Կարող է երկար տարիներ գալիս ես, ամիսներով գալիս ես, ոնց կաս նույնը օգուտ չունի, մի օր կարող է չհասցնես։ Մի օր կարող է չհասցնես, վաղը կարող է այլ քո օրը չլինի, վաղը կարող է այլ քո օրը չլինի, այսօր է փրկության օրը։ Ասում է, որ նրա ձայնը լսում ես, քո սիրտը մի խստացնի։ Դա համար, որ մենք պետք է աղոթենք հոգսերի խնդիրների համար, ինչպես այդ կինը կոտրեց, այդ յուղը Տիրոջ ոտքերը օծեց, ու Տերն ասավ, ում որ շատ ներվեց, նա էլ Տիրոջը շատ սիրեց, այ մենք հավատանք, որ մեր բոլոր մեղքերի համար Հիսուս մահացավ, մեզ ներեց, որ մենք իրան սիրենք։ Եվ թող մեր աչքի ցանկությունը, մեր մարմնի ցանկությունը մի կողմ դնենք, եղբայրներ, քույրեր, եւ մեր փափագն ու ցանկությունը մի բան լինի։ Տիրոջ խոսքը այսպես ասում, ամենից առաջ խնդրեք երկնքի արքայությունը ու նրա արդարությունը, մնացած ամեն բան, ինչ կանի, կտրվի ձեզ։ Հիմա մենք պետք է մի հատ խնդրենք, որ երգչախումբը երգի։ Ես պետք է խնդրեմ սպասավոր ծառանող եղբայրները բարձրանան վերև։ Եվ այն քուրերը եղբայրները, որոնք որ դեռ անդամ չեն, որոնք որ լուրջ ուզում են իրանց սիրտը փոխվի, թեկուզ անդամ է, բայց իր աչքի ցանկությամբ, իր մարմնի ցանկությամբ է գնացել, ուզում է որ Աստծո օգով գնա, թող չամանչի առաջ գա, պիտի աղոթենք։ Որտեղ մենք վաղվա օրվա համար ոչ մի հույս ու շանս մարդկորեն չունենք։ Մեր հույսը, մեր շանսը Հիսուսն է։ Թող Տիրոջ անունը